Պարոն Կարապետյան, հեցի թեմային վերադառնալով, արդյոք Տաշիր կապիտալը որպես սեփականատեր թեկուզ եւ նախկին ունի վերահսկողական որևէ մեխանիզմ պարզելու թե ով է լինելու հաջորդ գնորդը, երբ որ կկատարվի այդ գործարքը։ Ասեմ այսպիսի բան, հեցի հետ կապված թեման, ինչ որ այսօր եղավ, դա գնում է դեմ Ստոկհոլմի արբիտրաժի որոշման դեմ։ Եվ բայց էլի եմ ուզում էր հասարակությանը ասեմ, որ սա մեր հայացքների համար կրած ֆինանսական կորուստ է, բայց մենք պատրաստ ենք էլի այս կորուստին, ինչ վերաբերում է հետագա վաճառքի հետ կապված, եթե իրանք ուզենան։ Ստոկհոլմի արբիտրաժը արդեն արգելք է դրել, ոչ մի աշխարհում ոչ մի լուրջ վարկանիշ ունեցող ընկերություն չի գա, չի գնի որևէ ընկերություն, որը միջազգային արբիտրաժով արգելք է դրած նրա օտարման, նրա հետ կապված որևէ գործարք կատարելուն, եթե նրանք ուզում են ունենան միջազգային ներդրող Հայաստանում, նրանք պետք է հաշվի առնեն, որ այդ ներդրողները պետք է ունենան իրավունք արբիտրաժ դիմելու։ Եթե արբիտրաժ դիմելու իրավունքը մարդկանց ոտնահարվում է, ոչ մի լուրջ ներդրող Հայաստան չի գալու, միայն գալու են իրենց ընկերները, բացելու են բետոն ուզել ու Հայաստանում որևէ զարգացում մենք որակական չենք ունենալու։ Դրա հիմնական ապացույցը արդյունաբերության մեջ մեր անկումն է, եթե ոսկու առևտուրը հանենք, մեր արդյունաբերությունը անկման մեջ է, եթե գյուղատնտեսությունը անկման մեջ է, ներդրողներին ոչ մի մոտիվացիա չկա երկրում ներդրում անելու։ Իմ գործընկերները շատ են նշել, անցած տարի Հայաստանում կատարվել է 70 միլիոն դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրում։ 70 միլիոն դրա համար է ասում է իշխանությունը, կբացվեն ճանապարհները, առևտուր կլինի, բոլորն ուրախ կլինեն եւ երջանիկ։ Շատ լավ։ Իրենց կառավարած Հայաստանում օտարերկրյա ներդրում է 70 միլիոն են, այնտեղ որտեղ իրենց կարծիքով խաղաղություն չկա, Վրաստանում 1.9 միլիարդ դոլար է։ Դե կասեն այնա թուրքական ներդրումներն են Վրաստանում, Աջարիայի եւ Բաքվի։ Ոչ, հիմնականում եվրոպական ներդրումներն են, ամենամեծ ներդրումները չինական, եվրոպական ներդրումներն են, իսկ եվրոպացիք ինչ են գնահատում, հոլանդական շատ մեծ հատված կա, ինչ են գնահատում օրինականություն, որը չեն տեսնում Հայաստանում մենք այս պահին։ 70 միլիոն թե 1.9 միլիարդ, հարգելի հայրենակիցներ, պետական պարտքով, եթե ձեր մոտ ասֆալտ են անում, ել եմ ուզում կրկնեմ, եթե ձեր տների կողքը ասֆալտ են անում պետական պարտքով, դա չի նշանակում, որ մենք ունենալու ենք լավ կյանք ապագայում։ Դա պարտք է, որ հետագայում դուք ձեր հարկերով պետքա փակեք։ Մեզ, մեր երկրին պետք են աշխատատեղեր, պետք է նորմալ կյանք, պետք են ներդրումներ։ Ներդրումների համար էլ պետք է օրինական միջավայր, որ ներդրողը իմանա պաշտպանված է իր ներդրումը։ Այսպիսով, եթե հեծը գնորդ չունեցավ, ինչի սպասենք, ճգնաժամի սպասենք այս ոլորտում։ Հեծը միակ տեղը, որտեղից հեծը կարող է ինչ-որ գնորդ իրեն գտնեն, կամ ինչ-որ ընկերություն է, որը փուչ ընկերություն է, կամ ինչ-որ երկրների, որոնց համար հետաքրքիր չէ որևէ միջազգային ներդրման ֆոն, իրենց կողմից այսպես կոչված ազդեցության գործիք հանդիսացող ընկերություններն են, որ ուրիշ երկրների ազդեցության գործիք հանդիսացող ընկերություններ են, բայց ես չեմ տեսնում որևէ լուրջ կառույց, որպեսզի ձեր հարցին պատասխանեմ, լուրջ կառույց, որը ներդրում կանի Հայաստանում եւ կգնի այնպիսի ընկերություն, որը արբիտրաժով դեռ թույլ տված չի նրա վաճառքը։ Պարոն Կարապետյան, նայեք, այս օրերին բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ հանդիպեցին Հայաստանում դիվանագիտական ներկայացուցիչների հետ, դեսպաններ եւ այլն։ Դուք այս օրերին առիթներ ունեցել եք զրուցել, գուցե արձանագրություններ, ռիփորտներ ուղարկել այդ դեսպանատներին, կոնկրետ Սամվել Կարապետյանին առնչվող դրվագով եւ այնտեղ համատեքստով իրենց սրբազանների եւ այլն, եւ եթե այո, ինչ արձագանքներ են եղել, արդյոք միջազգային հանրությունը, Հայաստանում միջազգային տարբեր դերակատարները կարող են, այսպես ասած, ճնշում գործադրել, ազդեցություն ունենալ իշխանությունների որոշումների վրա։ Մեր երկիրը իզոլացված չի ապրում, մեր երկիրը համաշխարհային ընդհանուր ճարտարապետության մաս է եւ չենք կարող հաշվի չառնել համաշխարհային գաղափարական կենտրոնների կարծիքները։ Դուք գիտեք, որ մի քանի օր առաջ Անգլիայի, Մեծ Բրիտանիայի պարլամենտում մեծ միջոցառում էր տեղի ունեցել, որտեղ հետապնդում էր անվանվել Սամվել Կարապետյանի եւ arczepiskopos-ների հանդեպ տեղի ունեցածը։